Բարև ձեզ, ես Նայրի Մախիտարյանն եմ Լեհաստանից եւ ես ուզում եմ մասնակցել այս ճամբարին։ Սփյուռքահայ 600 երիտասարդ 27 երկրից ամփոփվել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Քայլ դեպի տուն» ծրագրի հայտերի ընդունման արդյունքները։ Հայտերի ընդունումն այս տարի սկսվել էր հունվարի 27-ից եւ տևել մինչեւ մարտի 13-ը։ Ծրագրի միջոցով Հայաստան գալու ցանկություն էր հայտնել 1400 սփյուռքահայ երիտասարդ։ Մասնակիցների ընտրությունը իրականացվում է ըստ ժամանակագրության, այսինքն երիտասարդները, երբ որ ներկայացնում են իրենց հայտի մեջ ներկայացման պահից սկսած ֆիքսվում է իրենց ներկայացման այդ ժամանակը, այսինքն նույնիսկ վայրկյաններով ու ըստ այդ հերթականության էլ մենք հաստատում ենք մասնակիցներին։ Հունիսի 6-ից օգոստոսի 27-ը 6 փուլով 13-ից 18 տարեկան սփյուռքահայերը կմասնակցեն երկշաբաթյա ուսումնաճանաչողական ծրագրին։ Փորձում ենք երեխաներին կապել Հայաստանին, սովորեցնել հայերեն, պատմություն, ծանոթացնել պատմամշակութային վայրերին եւ փորձել ծրագրի միջոցով երեխաներին հետագայում նաև բերել Հայաստան։ Ծրագրի ընթացքում ունենք շրջագայություններ, հայոց լեզվի, հայրենագիտության, ազգային երգի պարի դասընթացներ։ Ծրագրի նպատակն է նաև սփյուռքահայ երիտասարդներին ծանոթացնել Հայաստանի բուհական համակարգի հետ։ Եթե նախորդ տարի Կոտայքի մարզն էր, այս տարի մասնակիցների հիմնական տեղակայման վայրը կլինի Արագածոտնի մարզը, կշրջեն ամբողջ Հայաստանով։ Գյումրի, Էջմիածին, Սարդարապատ, Գառնի, Գեղարդ, Զվարթնոց, Խորվիրապ, Նորավանք։ Մասնակիցների մեծ մասը Ռուսաստանից եւ Վրաստանից են։ Ունենք մասնակիցներ Ամերիկայից, Կանադայից, Ավստրալիայից նույնիսկ այս տարի եւ եվրոպական երկրներից Ֆրանսիա, Գերմանիա, Սլովակիա։ Մասնակիցներից շատերի առաջին այցն է լինելու հայրենիք, բացահայտել նախնիների երկիրը, ամրապնդել ազգային ինքնությունը, տիրապետել հայոց լեզվին ծրագրի կարևոր նպատակներից են։ Հայտադիմումի մեջ, մինչև իրենց Հայաստան հասնելը, մենք երիտասարդներից պարզում ենք իրենց լեզվի իմացության, հայերենի իմացության մակարդակը եւ նաեւ հաղորդակցման լեզուն ենք պարզում, որպեսզի ըստ իրենց ներկայացրած մակարդակների իրենց համար կազմակերպեն հայոց լեզվի դասընթացներ։ Իսկուհի Ազիզյանը գրեթե 1 տասնամյակ համակարգում է ծրագրի աշխատանքները, նույնիսկ արժանացել է Քայլ դեպի տան դայակոչման, ասում է վերջին տարիներին ավելացել է հայերենին լավ տիրապետող սփյուռքահայերի թիվը։ Մարդիկ հասկանում են, խոսում են, բայց գրել կարդալ չգիտեն։ Ժամանակին նույնիսկ երևի այդ խոսելն էլ է շատ դժվար։ Նկատել եմ, որ Ռուսաստանում ապրողները հիմնականում բարբարիկ կրողներ են ու իրենք խուսափում են խոսել իրենց բարբարով։ Ծրագրին կարող են մասնակցել նաև արտասահմանում մշտական բնակություն հաստատած Հայաստանի քաղաքացիները։ Մինչև այս մոտ 3000 մասնակից է ծրագրի միջոցով եկել Հայաստան։ Բրիլ Մկրտչյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։